Ոստիկանության խնդիրը քաղաքացու իրավունքների, նաև կյանքի և առողջության պաշտպանությունն է հանցավոր ոտնձգություններից, և այդ առաքելության մեջ պետք է հետևողական լինել ամեն օր, ամեն ժամ։ Քանզի ինչպես վկայում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համակարգված գործողություններով օրերս բացահայտված դեպքը, ամեն ինչից փող սարքելու մոլուցքով բռնվածները ոչ միայն օրենքը, այլև բարոյականության տարրական կանոններն են խախտում, սպառնալով նույնիսկ ամենաթանկի մեր երեխաների անվտանգությանը։ Օպերատիվ տեղեկություններին ստացվել, որ R&Co սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11 կոտորակ 8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս։ Օգոստոսի 11-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազման վարչության և Նոր-Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել են Ալավերդու թռչնաֆաբրիկա, ապրանքանիշով և արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ։ Արտադրամասի զնույթությամբ հայտնաբերվել են փչացած հավի միս, վերամշակման համար նախատեսված քիմիական տարբեր նյութեր ու դատարկ տարաներ, որոնք վերցվել են հետագա հետազոտությունների համար։ Էդվարդ Մխիթարյանը և նրա գործընկեր Գոռ Արզումանյանը առաքման համար շահագործվող ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանություն։ Շուրջ 10 տոննա նմանատիպ հավի միս էլ հայտնաբերվել է Փարաքարում և Արմենիա միջազգային օդանավակայաններ Փակ բաժնետիրական ընկերության բեռնային համալիրում գտնվող Մխիթարյանի կողմից վարձակալված պահեստարաններում։ Միջոցառումներում ներգրավվել են նաև գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության մասնագետներ։ Փչացած հավի մսի վերականգնման, ապրանքային տեսքի բերելու մեխանիզմը նոր չէ։ Նման հանցավոր գործունեություն ծավալվել ու կասեցվել է նաև այլ երկրներում, բայց մեր դեպքում բարոյական կողմը բազմապատիկ խոցելի է։ Պարզվել է, որ Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի փչացած հավի միս է մատակարարել Նոր-Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին։ Հետաքննությունը շարունակվում է։